Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, մերոնց տանը հոլովակներ նկարելու շարքը բացվել է։ Ինչպես նախկին հոլովակում տեսակ, մի օր առանց լուսանալ սկսեցինք այստեղ։ Այսօր էլ շարունակվում է, իհարկե այս այդ նույն օրը չի, բայց այդ հոլովակի շարունակությունն է։ Էսա պարզ կլինի, թե ինչու։ Հիմա ցույց տամ, ով ինչ գործողությամբ է զբաղվում ու սկսենք բուն գործողությունը։ Չամանի սեզոնը բացվել է։ Ինչա չամանը, սա այն համեմունքների չամանը չի, եթե շուտվանից եք նայում հոլովակներս, էլի կա նմանատիպ հոլովակ, բայց էս էլ նոր միացած հետևորդներիս համար։ Սա թեյ խմելու չամանն է, որը քաղում են խոթարքների մեջից, ոչ բոլոր տարածքներում է լինում, բայց էսա մոտիկից դա ցույց տանք։ Երբ եք գիտեմ որ վախտնա արդեն, երբ ծաղիկը որակյալի։ Ծաղիկն ատան մասարտին հաչորանը մա քաղում են։ Տեսեք։ Ես խոտերը որ հնձան էլ կարաչենք։ Խոտերի սեզոնին էլի հնձիլի ժամանակ պետք է քաղենք որ Հա, դե խոտի հետ հնձում կորչում է։ Սենց փաթաթում ենք մի չայի մեջ գցիլի։ Հա, մի հատը մի չայի է, էլի մի վարկի։ Կամ բիսել էդ կտրեմ։ Օբա։ Կտրեմ ասուց չորացնում ենք ու դնում մի տոպրակի մեջ։ Ումս կլյունքի տոպրակում դրուժ մասնա սախտում։ Պարկերում ավելի լավ ալում էլի ընդհտի։ Ավելի լավ որ եթելի։ Ու էտա haman çay pilo եթե ցանկանում ես որ միշտ լեփես çay մեջը գցես փաթաթում ես Ինը մի բան էր քիրելի ասում էր այդ չամանը բավարեն ինչի մեջ էլ ես գցում ինչքան ալավլım աղենք եւ ախտը որ է մարալաղացելու բանի բաստուրմի չամանի հետ գցել Համոვალը Հա լավ Կարելի է փորձել ուրեմն Հա հետո բան եւ ախտի մամայի որ թուտներ է թթվի վերջը սրանի մի փունջ մեկ է սամիտ Այ թթվի են թթվի վրա տնենք Հա ասմին թթվի հետ հլա մի ճուղ դրուտ ես ինչքան համով թթվի է ստացվում Այ ասեցիր բան արիր նոր բան արի Հա միշտ էլի մամայի տհանար Համով ինքնել մի մամայի դրած թույն շատին հավան ասրտը հպաներեմ գցում է դա համա պիրում էլի Ամաքի ձեռի գործը մի համ ունի Այդ հեչ Իմ մամային էլ ձեռը շնորհք ուներ դա եփութափի լավ Փոխանցվում է էլի սերնդեսերուն Լավ փաթաթում ենք որ չքանդվի էլի Հա Սա էլ գցում ենք թեյնիկի Հա այն մեջ դա չորացավ էլ քանդվել չի Հա որ մեկ ֆիքս վմա այդ ձև էլ չի քանդվում Ինքան էլ բինդա Տանակը լավ տանակը ոնց Շատ է բինդել իրան Այսպես հոտ չունի բայց հենց ջրի մեջ մի հատ եռած մի հատ բլթած ջուրը դուք չեք պատկերացնի այն ինչ անուշ հոտ է գալիս ու այն ինչ սիրուն գույն թեյ է ստացվում 4 վախտյուր գույնա տալի այս վախտյուր չէ այս վախտելա շատ սիրուն Էնա չեմանա սրմակալած Հա արդեն կարաս չայ տնես խմաս Հասիկ բիրեմ մեջնացան երեի Ինքան նիացա տանս դու չորացտս ոյ Միսել կտրի է դրա եվեր դեղա Օպաս Ինքան որ միզատի մեջ հացանք չէ Ինքան որ միզատի մեջ հացանք էլի Եդով ինչ կանեք կանեք Փրած եք չորսնում, թե թելն եք շարում Դի ուզում ես փրած չորարը վաղտը փրմս Միսա չորանը մա Ետա կիսա չոր բաները
չեն հել ուզում ստել քիչ շարի ուզում ստել Ավելորդ բաներն ես մաքրում։ Հա, ես 4 դիրևնին պսով բուգդիկել մեջ ինգի։ Իմ մնացածն էլ էվիլա, ավելա։ Կապը մամայտա մղակնի սրբում եմ իրանը։ Ես ուղեր, Իշի, որ դուր եկա։ երևի անով կոնք է։ Որ գուհարա, անահիտ անկախչի հարիր դա գուհարան ասın. Անադաղ ջանիտ։ Իմ աղջիկը դու ես ստի, անո ջան։ Անո ջան, աղջի սաղի տանում նր տալիս եմ։ ինձ անո։ Տակիա, բենչ։ Շերի վարիանտն է, էլի դա։ Միտի կազատա։ Մի գունդ կարակ դիտեղնել է ամենը։ Աղարած ես լեր։ Չէ դե որ քիչ ապամ չեմ երկար։ Դա իսկական կարակ, հա էլի հացին քիսիլի այսինքն։ Հա չէ մինը աղարածել էլի քիչ արազլի։ Ավելի կարակը համովլեմ։ Կանդենք անել։ Կարակներին դենք ախտ աղանիլ ախտնենք ու նոր հալենք որ յուղը համովլի։ Вообще աղնանման որ քչանալ։ Հա, դե վախծարի Բայց դե բիտոնով։ այդքան անում չեմ որ։ Թուք չեմ անում, էլի սարնարանում ման պահան։ Սա տատի գործա։ Մեզ տատի էլի։ Իսել եմ տատ բայց դե։ Որ քյանի մեծը կա։ Պուջուր տատի։ Դարմանք մազ մեջ չենք համարում էլի։ Ես գոքից դեմ դա կարալ չեմ։ Վանից դու կարում ես նհել արա։ Հայ, քննած մի ժամ։ Հա, մի ժամ կլի։ Տանանք էլի, կարող է շուտ տերնը մի քիչ թանձրոտա։ Բավարդը հարինք վերջնա եդբետ տոպրակնացին կապի։ Sorry։ Так վախտերել ինչ։ Ետակյալի ու դեռնում ինչ։ Բա, կուրս շխացում ավար։ Երապինցա։ Ինչքան հարեցիր։ Ամանատիժար փուլն է, չէ՞։ Հա, դեռնեմ չի կուրտ կոտրում է։ Ինչքան ուզեմ լողով պծտեմ կարար չեմ։ Ծնդրացել է, էլի։ Բայց կարող է այսքան մի բաժակ թանջուսկի անդամ։ Հա, քեզ դիտուսկե։ Ski вообще անջատվում է իր բանը վրեժանաման նսլիսեմ ջուրն անջատվում է տակին սրա միջին անջատված չկար Աչի դուզա բանի բիտոնների տակից շլանք Հա շլանք ինքիչ ջուր էր բայց սրա տակին մի քթել չկար ջուր Դե ուրեմն կախ մաշինից նայ Հա մաշինից Ay. Հա, վրա հրեք ես միտա Կրնար սկոտրեց Սիրելի հետևորդներ, նման գործողություններ անելիս պարտադիր մի կտոր անցյալից ես հիշում, դե հիմա գնալով վերանում է այս հին ավանդույթները, հնարավորինս փորձում ենք պահել, թե հոլովակ նկարելու միջոցով, թե գյուղում ապրելով, անասուն պահելով, հող մշակելով եւ այլն եւ այլն։
Այն ժամանակ, քանի որ հիմնականում անասնապահություններ ու բոլորը գրեթե սար ունեին, այդ ռեժանը դե ամեն օր ոչ սառնարան կար, ոչ մի բան, ոչ հիմիկվա նման հոսանքները կարգավորել ու որևէ հնարավորություններ սարում, բետոններով, 20-40 լիտրանոց բետոններով ռեժանը հավաքում էին ու ամեն անգամ լցնելուց հետո վրան մի լավ բուռ աղ էին լցնում։ Սովորական օրվա ուտելունը առանց աղ էր լինում, բայց պահելու, յուղ հալելու համար նախապատրաստվածը պարտադիր աղով, այսինքն ամբողջ երեսը աղ էին շաղ տալիս, որ չփչանա, դե ամառվա օր սարի տուն, շոգ, տրժոց ու դրանից պատրաստված կարագը որոշ չափով աղի էր լինում։ Ճիշտ է, էլի խմորեղենների մեջ օգտագործում էինք, որովհետև հիմիկվա նման խանութներում ոչ կարագ կար, ոչ այդպես յուղեր կար խմորեղենների համար, իմ հիշելով մի նազ մարգարին կար, էտեր, բայց դե էտել ոչ բոլորին էր հասանելի, այդ կարագներով կրեմ բան էինք պատրաստում կամ գոնե խմորի մեջ էին օգտագործում, որ աղի համը շատ չզգացվի, որովհետև հին ավանդական խմորեղենները ցանկացածի մեջ մի պտղունց աղ պարտադիր կա, բոլորդ էլ դրա մասին կիմանաք։ Ու դրանից դուրս եկած թանն էլ իսկական թան սպասի թաննա, որով պատրաստում էին սպաս։ Հիմա սարքում ենք մածունով, որովհետև այդքան էլի եմ ասում չկա հին ավանդույթներից։ Այսօրվա մեր պատրաստած ռեժանից պատրաստված կարագը առանց աղա, որովհետև քիչ է եղել, չի շատացել, որ փչանա ու դրան գումարած պահվելա սառնարանում, դե սառնարանում էլ չի փչանա, շուտ չի փչանա, բայց ասեմ, որ ռեժանը սառնարանում երկար որ պահում են, փչանում է, հետ էլ չնա ցանկացած բան, որ երկար պահում ես, կապ չունի, որ սառնարանում է, փչանում է։ Հիմա արդեն հաստատ կարագը ստացվեց, շատ լինում էր ժամանակ, որ շատ էին քարում, կաթի մաշիններ կար, մեքենաներ կար, որ այդ կաթ զտելու մեքենաները, որ ինքը շատ էր կաթնալի ռեժանը հանում ու պարտադիր այդ ռեժանը տատիկները լցնում էին կտորից պատրաստված տոպրակների մեջ, պակետների մեջ, կապում, կախում էին միտեղ, ջուրը ավելորդ մասը գնում էր ինքը պնդանում, որ կարողանան կարագ սարքել։ Կարագն էլ թե կարագ ժամանակ են օգտագործում եւ թե հալում ու իսկական կովի հալած յուղ են օգտագործում։ Գնացինք, մի մամայի սարքեց, թանն էլ դուրս եկավ, ես զրիցով լա մնացի։ Լատանամ ինչքան է կարագ տեռել, մամ։ Ես ատիտին եմ չտոնալ։ Հա, լավ կներես։ Երթայ։ Կիլոն քան ես աստիամ։ 4000։ Իջևանից բիրել են էլ իստի ծախող կա, տհը եմ գիտեմ, թե չէ։ Հենց չի ծախում այլ իմ ամայն ենքան ունի ոչ որ ծախի կարագ։ Բայց նիշտի տհը ուտում։ Ույմ իշ չեմ անի, 10,000 դրամ ալ տան տալ չէ, կիլոյին։ Իշ չեմ անի, էլ հերեժանը կծախվի։ Դե հմի ես այս վիդեոից ետն ասել են, այ եթե հմի գունդ կարագ են գուզում, գիտում եմ էլի։ Ես 3 հետվա կամածնա։ 3 օրվա կաթը թե շատ։ 3 օրվա։ 3 օրվա կաթ։ 3 օրվա կաթ։ Դե մի կիլո կա նախտ։ Կարող։ Կա ոչ։ Բայց վրիցիկն ինչքան են կերել ռեժան։ Թիթև ալը։ Կարագ թիթև։ Հա, դե կերել ենք ռեժան։ Սա մի 700-800 գրամ տհը։ Հալա որ կերա չինգրել մի կիլո։ Ուզում եմ հաշվեմ պրոստը, հետաքրքիր է։ Ես էլ եմ աման հարիլ են ետը հաշվում եմ ու ինչքան է ուտում եմ սառնարանում ասեմ 10 կիլո հովակին դեմ ու աղտնեմ։ Դրա մեջ ես ուրմելի գար։ Հա։ Լիլի, հա ես իրան ամանը կացım։ Ես թանա։ Ինչ տեսամ։ Դե թափեմ էլի կարակ կպածապուկեմ։ Եմ հետը հովակի բանի արել պահել, որ սպաս սարքեմ։ Տարա հավարին դու խմեցի։ Բայց քիչ չի ես քանը սպասի։ Հա, ասմացուն էլ հետը կգիցեմ կտրորը։ Այն անգամ որ փառատոներ եմ, ես ներքի Հա։ Շամշադին վերջ։
մի մարդ եկավ Ռուսաստանից էր եկած, նախ դի Հայաստանի ապրող չէր էլի, եկավ այդ թանից, նուզեց ինքն էլ կարակնի մածունի թան էլի, բայց խնոցու թան։ Են վեր լեցնիլիս հա, կտորներով կարակնել ինգնիմա։ Խմեր սիրտի եղքիս էր, բայց վերջը հասկացա, որ էս թանիցներ ուզում ինքը։ Հա, այս թանից ուզում, հա։ Բայց ինչ ես անում։ Վանում ամել որ թանը դուսկ է։ Ես գիտում եմ, ուղղակի ուզում եմ իրանք էլ գիտան։ Դե թող գիտան, Նայողնին էլ գիտան էլի։ Ստապան հետ էլ լվենանք։ Դե վաղտը կծվծատ ոչ է, նայմուն եմ ամիչ։ Ասման գծվելա, կարակ գծվելա։ Հա, եթե աղմաղ չեն անում երկար պահման սարնարանից դուրս, գծվում ադելա ոչ իլմնե արդեն էլ ինչի է պետք է։ Բայց դե շուտ փչանող, աման ով էլ տնես սարնարանը մտնում ես փուչ տեղը վռած փչացել։ Դրա համար էս անդր։ Ջրում եմ պահմաշ։ Էս անդր կարակ, вообще էս կատնամթերքը շուտ փչանող զատա։ Պետք է նա ալայաղանես։ Պարզա ջուրը։ Հա, բա ինչա։ Լամ հետ։ Եղդ վրանս նոր վեդիկ ալ վեր սարը ջրը։ Ոդիկ է, հա։ Ձնես ընքան պարքա։ Սիրելի հետևորդներ, կարակն էլ մի լավ սառը ջրով լվանում են, համ ձեռքերից չի կպչում սառը ջրով, համ էլ մեջի եղաստանը դուրս է գալիս ու մաքուր, առանց ավելորդ համ ու հոտի կարակ հաստացվում։ Ենքան լվանում են որ ջուրը պարզ։ Հա։ Սոտի զատը են։ Կոշտանը սամ չեկա։ Տարել եմ բադվալը մտրել։ Մեր կարակը պատրաստ է։ Կենանք հացու կարակուտ։ Հա, եկանք։ Ես մի հետնել իրար հետ նկարվանք, էտա պրծվավ։ Մեր որ հաջորդ անգամ նկարվի։ Յանո ջան։ Ինչա։ Որ Անահիտը չէր լելմի ես օղտը պատանի մաշիլ։ Հելե ունքերս կախեմ անում թե չէ պատաթիվ անդս էմի հարսնը։ Սաղլեն իրանք։ Վրազ տատին կանչիլի գոմում նելի ատա տատը հիվանդա ետ նանք ես ինչ եկան։ Վրազ վտներս տակ ջրեմ տնեմ։ Դեղը տալի, թլամա տալի, գիտաս ոչ Անահիտ ինձ քանը հետյա ենթանացրել։ Երը խանցնել ասում չիմասի հանց մատաղ։ Մինը մնից լավը։ Սիրելի հետևորդներ, մի բան էլ ասեմ, դե կադրում երևացող ընտանիքը հորքուրենքս են, ովքեր Մոսկվայում են լինում, Մոսկվայում, դե լավ կոնկրետ տեղերը չշեշտեմ, Հայաստանում չեն լինում, ու հետա եկել են, տատիկ է փպյացալել, այդ շատ լավ է, ու կարակ սարքելու մասին խոսացինք, չգիտեմ լսվեց կադրում թե ոչ, ուշ միացրեցի տեսախցիկս, ասեցինք տնասով է էլի առաջի անգամ սարքել կարակ, ոնց են իմացել, որ այդպես կարակ է լինում, հորքուրիս ամուսինն ասեց, այն վաղտ, այս երևի կա թթվել է, այդ յուղային մասը վերևնա չէ բարձրանում, թափելուց այդպես մատին կպել աբերանին են տվել, տեսել համով է, այդպես սկսել են Ռեժանն առանձնացնել, հորքուրիս ամուսինն ասեց, այդպես չի եղել։ Այն վաղտ քանի որ տրանսպորտ չի եղել ու այդպես կաթը այս կողմ են տանելու սեղել, թե Ռեժանը, թե կաթը վերջը եղածը բերքու բարիքը։ Այդպես ավանակով, իշով ու ձիով անընդհատ էշի ու ձիու վրա
այսպես հարվելով տարել բերել են, նորմալ լցրել են, տարել, բացել, տեսել, պնդացած, առանձնացած ու այդպես առաջացել է այս ամենը պատրաստելու միտքը։ Հիմա ինչ ենք անում, կարաքը սարքել, մի բաժակ թան չխմել կամ մի կտոր հաց ու կարակ մանկության նման վրեն պես ու կարած չուտել, այդ կլինի հոլովակիս կիսատ կողմը։ Գնանք, համալրենք, Շամշադինի համը տեղը բերենք ու հրաժեշտ տամ ձեզ։ Տատի հարցերը Կարինեին մեզ։ Սիրելի հետևորդներ, այն վաղտ, որ կարակին սարքն պարտադիր համն էլ տենում ինք, համը չէինք տենում, այդ մի ժամին էլ պարտադիր դրանով էինք կշտանամ ու ոչ միայն լինում էր հաց ու կարակ, այլ նաև, էսա կասեմ ինչ, աղջտատուլի ու դավոյի հաց ու կարակ միդս ինգեմ։ Լավ չէ, մե իշում։ Ապրես լիլիտ չը։ Բաղադրատոմսը բացատրում եմ, վերցնում ենք մի բարակ դիլիմ հաց, վրեն կիսում ենք ով յուղոտ ասիրում, մի հաստ շերտ կարակ, ով քիչ, մի քիչ, ու որ բացարձակ ոչ մի բանի պակաս չլինի, մի լավ պտղունցել շաքարավազ։ Ու մեր մանկության համը պատրաստ է։ Բարի ախորժակ, ինձ բարի ախորժակ, ձեզ էլ համբերություն։ Ջանս բերակամ։ Ես ինչքան է համով։ Ջրիկացել եմ, լավ կացի։ Շատ համով է։ Ոչ թե կարաքի հացի ու շաքարավազի համ ունի, այլ մեր մանկության սարի համ ու հոտն ունի։ Ընտիր, եկեք դուք էլ գերեք։ Խե, ուտիլ չես։ Կադրից դուրս, հա կադրը չես, արխայինք է։ Սիրելի հետևորդներ, ոչ շատ երկար հոլովակ, բայց լի հիշողություններով, համ ու հոտով, ավանդույթների մասին խոսելով, այսօրվանն էլ այդպես ստացվեց, ինչ անենք։ Մաղթում եմ բոլորիս լավ այնպիսի օրեր անցկացնել, որ հետո միշտ լավով հիշենք այդ օրերը, ինչպես որ ես այսօր հիշեցի մեր սարում անցկացրած ամեն օրը, մեր սարում անցկացրած այն մարդկանց, ում հետ որ ընկերություն ենք արել, ու մինչև այսօր, որ փողոցում հանդիպում ենք պարտադիր, բարևից առաջ հիշում ենք, որ ինքը մեր սարի ընկերն է եղել։ Հիշում ենք մեր մեծերին, տատիկ պապիկներին, այնտեղի հոտը քթիթ կպնում է, որ լավ սկսում ես հիշել։ Դե ինչ, մաղթում եմ բոլորիս երկարակեցություն, առողջ կյանք, առողջ եւ ուրախ խաղաղ կյանք։ Իսկ ես գնացի հարազատների հետ ժամանակ անցկացնելու, դուք էլ մնացեք բարով։ Սիրում եմ բոլորիդ, ովքեր նոր են միացել ալիքիս, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ եւ կարող եք մեկնաբանություններում առաջարկել հետո նկարահանվող հոլովակներ։ Գնացի, մնացեք բարով։